Համեղ առողջարար սնունդ պատրաստելու համար մեծ գումար հարկավոր չէ։ Այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք դդմիկով և հունական յոգուրտով անչափ համեղ ռեստորանային աղցան։ Դդմիկը ձեթի մեջ չենք տապակելու, այլ պատրաստելու ենք ջեռոցում, ինչի արդյունքում 100 գրամ աղցանը պարունակում է 60-ից 70 կիլոկալորիա, որը կարելի է ճաշակել առանց խղճի խայթի։ Բարեկամներ, մեկ անգամ դդմիկը այս տարբերակով պատրաստելուց հետո ամբողջ ամառվա ընթացքում լինելու է ձեր սեղանին։ Բացի այն, որ առողջարար է սննդարար, նաև շատ ժամանակ չի խլում։ Մատղաշ դդմիկը առանց կեղև ազատելու շերտատում ենք 5-ից 7 մմ հաստությամբ, շատ չենք բարակացնում, որպեսզի ջեռոցում պատրաստվելու ընթացքում չչորանա։ Ավելացնում ենք մեր նախընտրած համեմունքները։ Ես օգտագործում եմ սխտորի փոշի, աղ, պապրիկա և ընդամենը 1 ճաշի գդալ բուսայուղ։ Իսկ դուք գիտեք, որ 100 գրամ դդմիկը պարունակում է ընդամենը 30-ից 40 կիլոկալորիա, իսկ առատ բուսայուղի մեջ տապակելուց հետո այն պարունակում է մոտ 150 կիլոկալորիա, տարբերությունը ակնհայտ է։ Դնում ենք 200 աշճան տաքացված ջեռոցը, թողնում ենք 18-ից 20 րոպե, մինչև կտորները գեղեցիկ համաչափ կարմրեն։ Նույն եղանակով կարող եք պատրաստել երկար ժամանակ չկանգնելով գազօջախի կողքին և մատուցել ընդամենը ավելացնելով սխտոր և թարմ սամիտ, կրկին հիանալի տարբերակ է։ Իսկ հիմա պատրաստենք թանձրուկը, որ աղցանին յուրահատուկ համ կհաղորդի, որի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ հունական յոգուրտ, 1 ատամիկ սխտոր, սև պղպեղ ըստ-ճաշակի։ Բաղադրիչները միացնում ենք և համեղ թանձրուկը պատրաստ է։ Թարմության նոտաներ հաղորդելու համար մեզ անհրաժեշտ է սամիտ, մանրացնում ենք մի փոքր փունջ։ Դդմիկը արդեն պատրաստ է, տեսեք թե ինչ ընտիր է կարմրել և որքան նախորժելի տեսք ունի, չնայած որ օգտագործել ենք ընդամենը 1 ճաշի գդալ բուսայուղ։ Որպեսզի աղցանը ունենա գեղեցիկ տեսք, շատ կարևոր է, որ կանաչին չավելացնենք թանձրուկի մեջ, դրանք կօգտագործենք առանձին։ Մեկ շերտով դնում ենք դդմիկը, ավելացնում ենք թանձրուկը, այնուհետև մանր կտրտած կանաչին, այսպես դասավորում ենք շերտ-շերտ, մինչև բոլոր բաղադրիչները վերջանան։ Չնայած որ օգտագործում ենք ընդամենը 1 հիմնական բաղադրիչ, տեսքը բավականին խոսուն է, իսկ համը կիմանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Չնայած որ մատչելի, արագ պատրաստվող բաղադրատոմս է, այս աղցանը կզարդարի ցանկացած սեղան։ Այսօր էլ դդմիկով նման համեղ և առողջարար աղցանի բաղադրատոմս, անպայման դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ